Իմ անունը Արմինե է, ես 7-րդ դասարանում տղա ունեմ եւ ծնողական խորհուրդ եմ ներկայացնում։ Այս որոշման հետ կապված, տնօրենի ազատման անակնկալ է ձեզ համար եւ իմացաք։ Նախ անակնկալ էր, այսօր առավոտյան ենք իմացել եւ շոկի ենք ենթարկվել, քանի որ տարեվերջում այսպիսի փոփոխություններ չեն անում, սա կոորդինալ փոփոխություն է եւ կարծում եմ հիմնային փոփոխություն է, քանի որ սա տնօրենի փոփոխություն չէ, սա դպրոցի ուղղության փոփոխություն է եւ դպրոցը մեր համար տուն է։ Մենք երեխաներին վստահել ենք կոնկրետ մարդկանց, ուսուցիչներին, մանկավարժներին եւ տնօրենին։ Եվ ես ուզում եմ հասկանալ, ինչու առանց մեզ հարգելու, առանց մեր հետ ինչ որ կոնտակտի գնալու, առանց մեզ ներկայացնելու նոր մարդկանց, ովքեր պիտի լինեն մեր երեխաներին, մենք պետք է վստահենք նրանց, ինչու է այսպիսի որոշումներ կայացվում տարեվերջում, երբ մենք պատրաստվում ենք քննությունների եւ տարեվերջյան միջոցառումների, եւ երեխաների մոտ հիմա շոկային սիտուացիա եւ ծնողները երեխաների հետ միասին որոշել են այս հարցի պարզաբանման համար խնդրել, որպեսզի երկուշաբթի մոտենան եւ փորձեն մեր հետ կոնտակտի դուրս գալ։ Այսինքն ինչ այս բանը, որը մեկը դպրոց չի եկել, Եղել են մարդիկ, ովքեր մոտեցել են քաղաքապետարանից, ինչ որ բաներ, բայց մենք ուզենայինք ավելի ոնց որ ընդլայնված պատասխան ստանալ բոլոր մարդկանցից, ովքեր մասնակցում են այդ քվեարկությանը։ Եվ ես կարծում եմ ընդհանրապես որպես Հայաստանի քաղաքացի, ցանկացած քվեարկություն պետք է արվի այն մարդկանց նաև մասնակցությամբ, ում հետ այդ փոփոխությունները կատարվում են, այսինքն դպրոցից ինչ որ ներկայացուցիչներ պետք է լինեն այդտեղ։ Չէ՞ որ այդ փոփոխությունների հետևանքում մենք դառնալու ենք այդ հետևողները այդ փոփոխության եւ մենք եւ մեր երեխաները։ Ծնողները այստեղ էին հրավիրում քաղաքապետ Տիգրան Ավինյանին եւ նախարար Ժանա Անդրեասյանին։ Դուք եւս միանում եք այդ պահանջին։ Ես այո, ծնողներին եմ ներկայացնում նաեւ եւ ծնողական խորհուրդը եւ ես համարում եմ, որ պետք է այսպիսի հարցերը դիալոգով լուծվեն, պետք է նախ պարզաբանումներ արվեն, ներկայացվի ինչու է փակ այդ ամենը արվում, ինչու մենք չենք կարող տեղյակ լինել, որպես Հայաստանի քաղաքացի ինչ փոփոխությունների ներքո պետք է սովորեն մեր երեխաները։ Դա էլ է համատեղ հարգանք։ Երբ քեզ տեղյակ են պահում եւ մոտեցում են ցուցաբերում քեզ եւ դու այդ ժամանակ հարգում ես այն որոշումները, որոնք պետական այրերը կայացնում են։ Եվ այս պահին պաշտոնակատար կամ ինչ-որ մեկը կա դպրոցում կամ տեղյակ Այս պահին չեմ կարող ասել, քաղաքապետարանից մարդիկ էին մոտեցել, որոշ բաներ խոսեցին, բայց մենք ուզում ենք երկուշաբթի հանդիպել բոլոր մարդկանց հետ, ովքեր առնչություն են ունեցել այս խնդիրը այս ձևով լուծելու հետ։